Փառք մեր Աստծուն, այսօրվա իմ խոսքս, ես այսպես եմ վերնագրել իմ պատգամս, քո կամքը լինի։ Սա մեզ ծանոթ է, մենք աղոթում ենք, հայր մեր աղոթքը եւ այնտեղ խոսում ենք, ասում ենք քո կամքը լինի։ Լավ բան ենք ասում, բայց երբեմն գալիս է ժամանակներ, որ մենք թերանում ենք, գալիս է ժամանակներ, որ դժվար է, երբեմն անում ենք դժվարությունով, երբեմն հասկանում ենք, որ դա մեզ պետք է։ Գիտես, բայց ասեմ քեզ, որ քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես երկրից վրա, սա պետք է լինի մեր ամենօրվա պատերազմը։ Ամենօրվա պատերազմը, որտեղ մենք ամեն օր մեր կյանքի մեջ, ամեն օրը, երբ որ սկսվում է, սա մեզ համար հոգևոր պատերազմ է։ Մենք պետք է, ինչպես մենք շատ լսել ենք, ձեր հովից էլ լսած կլինենք, որ մենք պետք է երկրի վրա ապրենք այնպես, ինչպես մեր վերջին օրը, որ ինչպես դու պատրաստում ես, որ դու հաջորդ օրը պետք է գնաս երկնքի առկայություն։ Չէ՞։ Սա շատ կարևոր է։ Մենք պետք է միշտ հիշենք, որ ամեն օր մեր դեմ դուրս է գալիս մի մեծ պատերազմ, որ քեզ թերացնի, որ քեզ թուլացնի, ու դու պատրաստ չես երկնքի առկայության համար։ Ամեն օր, հիշի, ամեն օր մենք պետք է այնպես ապրենք, ինչպես որ մենք վաղը ինչ-որ պետք է տեղափոխվենք երկնքի առկայություն։ Սա շատ կարևոր մաս է, որ մենք պետք է միշտ պատրաստ լինենք, ինչպես 10 կույսերը մենք պետք է հիշենք, որ մենք պետք է արթուն մնանք, մենք պետք է պատրաստ լինենք, եթե թեկուզ 10 կույսերը բոլորը ննջեցին, բայց մենք պետք է այդ պատրաստ վիճակ ունենանք, որ չգիտես, երբ կգա Տիրոջ օրը։ Փառք մեր Աստծուն։ Երկնքի առկայության մտնելու համար Աստվածաշունչը մեզ խոսում է, ասում է, որ պետք է երեխաների պես լինենք, որ մենք ժառանգենք երկնքի առկայությունը։ Ինչի համար, որովհետև երեխաները շատ պրակտիկ են, այսպես ասեմ, շատ միամիտ են, շատ վստահում են Աստծուն, երեխային պետք չի, որ երկար բացատրես, շատ հեշտ ընդունում են, որ խելոք մնաս, քեզ լավ տեղ եմ տանելու, որ խելոք մնաս, վաղը որ ես գնամ ես իշտերը, քեզ կտանեմ, որ խելոք մնաս, կժառանգես երկնքի առկայությունը։ Ու գիտես, Աստվածաշունչը խոսում է, ասում է երեխաները կժառանգեն երկնքի առկայությունը։ Գիտես, երբ որ սա լավ օրինակ է, երբ որ դու վերցնում ես երեխային, նա չի մտածի, թե գիտես, երբ որ ձեռքերի մեջ վերցնում ես, շատ կոմֆորտ ինքը սկսում է տեղավորվել քո ձեռքերի մեջ, գլուխը դնում է քո ուսին, ու դու իրան տանում ես ակետից, բեկետը, ինչ-որ տեղափոխում ես իրան, ինքը շատ կոմֆորտ է զգում։ Ու ինքը շատ վստահում է քեզ, ու սա շատ մեծ օրինակ է, որ մենք պետք է լինենք երեխաների պես, որ մենք վստահենք մեր Տիրոջը, ու մենք կժառանգենք երկնքի առկայությունը, եթե լինենք այդ երեխաների պես։ Բայց գիտես, կան երեխաներ, որ տարբերվում են, իրանք, ասենք, կապրիզնի են, իրանք տեսնում ես իրանց կյանքի մեջ անհնազանդություն կա, կարճ ասած կա անդաստիրակ վիճակ։ Ու գիտես, սա տեսնում ենք, որ այդ վիճակը ցավոք սրտի կա մեր հոգևորներից մեջ։ Չեմ ասում, դա ձեր մասին չի, դուք շատ լավն եք, սա մատ ուրիշ եկեղեցու համար է, ուրիշ մարդկանց համար է, սա ձեզ հետ կապ չունի, բայց կան հոգևորների մեջ, որ այդ վիճակը կա։ Ու գիտես, այդ երեխաներ կան, որ իրանց ընդհանրապես ոչ մի բան չեն արգելել։ Իրանց ուշադրություն չեն դարձրել, միգուցե եւ ուշադրություն են դարձրել, կան այդ երեխաները, որ իրոք ու գիտես, ես մի հատ փորձ կա, ես տեսել եմ մի հատ ռոլիկ տեսա վերջերս, որ երեխաներ կան, որ վերցրել են այդպես այդ փորձով ինչ են արել, այդ երեխաներին ամեն բան թույլ են տվել։ Իրանց ոչ մի անգամ չեն ասել ոչ բառը, չեն ասել չէ, չի կարելի, մի արա, ու ամեն բան իրանց թույլ են տվել։ Ու գիտես, այդ երեխաները մեծանալով, երբ որ ուզեցել են փոխադրվել կյանք, սկսել են ապրել մարդկանց մեջ, ու իրանք ունեցել են խնդիր։
Իրանք չեն կարծել մարդկանց մեջ իրանք դրսևորել, իրանք բախվել են մեծ խնդիրների մեջ, իրանք խնդիրների մեջ, իրանք մարդկանց մոտ խնդիրները այդ արդեն մեծ մարդ դառած իրանք խնդիրների առաջ են կանգնել։ Ու այսօր գիտես նույնպես կա խնդիր, երբ որ հոգևորներս երբ որ գալիս ենք Տիրոջ առաջ, մենք գիտես այդ ոչ բառը նույնպես պատասխանա։ Մեր սիրելի Աննա Մեխակյանը, երբ որ ինքը շատ անգամ ես շատ տեղեր խոսում եմ սրա մասին, մի լավ խոսք ունի, որ ասում է ոչը նույնպես պատասխանա։ Գիտես, այսպես եմ ես հասկանում։ Եթե գնում ես քո ծնողիդ մոտ, կամ ինչ-որ քո երեխան գալիս է քեզնից ինչ-որ մի բան հարցնելու, այսինքն եթե գալիս է քեզ հարցնելու, այսինքն իրան դաստուտնի չէ ամեն ինչ, այսինքն իրան հասանելի չէ ամեն ինչը։ Երբ որ ես մի բան խնդրում եմ մեկից, այսինքն սա նշանակում է, որ կարա լինի այո եւ ոչ։ Եվ երբեմն մեր աղոթքների մեջ սա պետքա չբացակայի, որովհետեւ երբ որ մենք կանգնում ենք աղոթքի, երբ որ քեզ մի բան շատ պետք է, դու պատրաստ եղի, որ կարա Աստված ասի ոչ։ Գիտես, մենք պատին չենք աղոթում, մենք աղոթում ենք կենդանի Աստծուն։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, երբ որ մենք կանգնում ենք աղոթքի, ինչպես քո երեխան, երբ որ գալիս է քեզ մի բան խնդրելու, Աստված նույնպես կարա ասի ոչ քեզ։ Ես դա պատճառները շատն են։ Աստված բարի է, ասենք ամեն։ Ես չարի ուզածը նա, որ միշտ հասկացնի, որ Աստված բարի չի։ Ինչի միջից որ մենք ասենք, մենք պետք է հիշենք, որ միշտ Աստված բարի է եւ Աստված ուզում է, որ մենք լինենք օրհնված։ Ասма խնդրեցեք ինձանից, իմ անունից, իմ հորիցս, որ ձեր ուրախությունը լինի ինչ կատարյալ, ամեն։ Ինչի համար, որ կիսատ պրա չէ, որ դու ուրախ եղնես։ Ասма տեսել եք, չէ՞, մարդիկ կան, որ իրանց երեխեքի համար ամեն բան անում են, ումից ասենք, պակաս մեր երեխեն թող լավ եղնի, ամեն բան իրան լավ է։ Աստված, ասма դուք որ չար եք, ձեր երեխաներին ցանկանում եք, բայց մեր երկնային հայրը, որ երկնքում է, գիտես, Աստված ավելի շատ է ուզում, որ մենք լինենք, ամեն բան լինի։ Բայց բաներ կան, որ գալիս է քո երեխան քեզանից ուզելու, դու հասկանում ես, որ դա իրեն պետք չի։ Կլինի մեքենայի բալանիներ, որ իր ասենք իր այդ վարորդական իրավունքը պատրաստ չի։ Այսպես շատ բաներ կարամ ասեմ։ Կլինի մի հատ մեծ բաներ, ես մի հատ խոսք ունենք, չէ՞, ասում եմ մի քիչ կմեծանաս, հիմա որտան ոտիդ կգցես, չէ՞, այս բաներ կան։ Շատ բաներ կան, ժամանակներ կան, որ ես Տիրոջից շնորհակալ եմ, որ ժամանակից առաջ այդ օգնությունները ինձ չեն տվել, որ ես իրանից չհեռանամ։ Գիտես, պատճառները շատ են։ Ես այստեղից կարամ երկար խոսեմ, որ պատճառները կարա որ ժամանակը չի, պատճառները որ կա քեզ վնասի, ու այստեղ շատ բաներ կան։ Այսինքն մենք պետք է պատրաստ լինենք, որ մեր պատասխանը կարա լինի ոչ։ Ու այստեղ է երևում հայր մեր, քո կամքդ լինի, ինչպես երկնքում, այնպես երկրից վրա, բայց ո՞ւր մնացել իր կամքը։ Չէ, ես եկել եմ, ուզում եմ, եկել եմ, ինձ պետք է, ու այդ գիտես, այդ տեսարանը շատ կոնկրետ նման է այս կապրիզնի կամակոր անդաստիրակ երեխաների վիճակին։ Մենք պետք է միշտ Տիրոջ կամքը հարցնենք ու պետք է հասկանանք, եթե եկել ենք մի բան հարցնելու, մի բան ուզելու, կարա պատասխանը լինի ոչ։ Մենք չենք սպասում, մենք չենք ուզում լսել, մեզ պետք է եւ պետք է հենց հիմա։ Ես ուզում եմ վերցնեմ ու գնամ։ Ես այդ երկխոսությունը կա, որ մենք աղոթք ենք անում, մենք պետք է հասկանանք, որ Տերը ունի քեզ համար պատասխան։ Որ պետք է մենք Տիրոջը հետ երկխոսություն անենք մեր աղոթքի մեջ եւ լսենք Տիրոջ ձայնը, ինչպես Աստվածաշունչը խոսում է, ասում է, որ իմ իններս կլսեն, ինչ իմ ձայնս։ Շատ ժամանակ մարդիկ կան, որ ընդհանրապես ցավոք սրտի չեն լսել, շատ մարդիկ կան, որ չեն ուզում լսել, հարմար չի իրենց։ Ուղղակի այդպես մի հատ բաներ եկավ աղոթքի կանից, իր ասած նասավ ու գնաց։ Ոչ, Աստված ունի քեզ համար պատասխան։ Երբեմն պատասխանը գալով նրանք չեն ուզում համակերպեն, չեն ուզում լինի Տիրոջ կամք, էլ որտեղ մնաց, որ հայր
թող քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես երկրից վրա։ Էլ չեմ խոսում նրա մասին, մենք պետք է հասկանանք, թող Տիրոջ կամքը ոչ թե պետք է լինի, ինչպես ոչ մենակ հայր մեր աղոթքի ժամանակ պետք է լինի մեր բոլոր որոշումների մեջ թող Տիրոջ կամքը եղնի։ Բոլոր ճանապարհների մեջ, բոլոր ամեն Տիրոջ կամքը լինի իմ ընտանիքիս մեջ, գործի տեղ ամեն ընթացքում թող պետք է լինի Տիրոջ կամքը իմ կյանքիս մեջ։ Փառք Աստծուն։ Հռոմեացիս 11 երրորդ գլխի 13-րդ խոսքից կարող եք ամբողջը կարդալ տանը։ Այստեղ խոսում ասում է, որ մի ժամանակ մենք հեթանոսներ էինք, մենք գիտենք, որ Աստված ուներ իր Իսրայելը, իր ժողովուրդը, եւ մենք տեսնում ենք, որ շատ ժամանակ Իսրայելի, ոչ թե շատ ժամանակ, շատ անգամներ, որ Իսրայելի Երուսաղեմի պարիսպները մինչև վերջ քանդվել են, ավերվել են, ինչի պատճառով, որտեղ Տիրոջ կամքի մեջ չեն եղել։ Ուզեցել են իրաց պես պահեն, գիտես Աստված, երբ որ բարի է եւ պետք է հասկանանք նա արդարացի է, արդար է մեր Աստված։ Ու գիտես, ես մի հատ այս ամեն ինչ այսպես եմ ես պատկերացնում, ուղղակի Աստված թողնում է։ Ու գիտես հերիքա, որ այս անարդար աշխարհի մեջ Աստված մի փոքր թողնի եւ շրջվի, հետևում տիրում է քաոսը։ Երբեմն մեր կյանքերի մեջ, երբ որ գալիս է խնդիրներ, ասում է Աստված ինձ պատժում է։ Ոչ, Աստված չար բանով չի պատժում, ուղղակի Աստված թողնում է մի բա քո ձեռքը, այդ թողնելու ժամանակ քո հետ ինչ ասես կարա լինի։ Բարձրալի ծածկոցի, երբ որ մենք կարդում ենք բարձրալի ծածկոցի տակ բնակվողը, բարձրալի ծածկոցի տակ չես, դու ասես մի հատ օրինակ եմ վերում, իմ օրինակն էս մի քիչ էս կոմպյուտերն ինձ կներեք։ Երբ որ ասենք այդ անձրևի ժամանակ մի փոքր այդ քո զոնտիկը ոնց էր հայերեն անձրևանոցը ինչ ես անում, մի փոքր անձրևանոցը հեռու ես տանում, ինչ ես անում, մի անգամից սկսես թրջվել, ճիշտ է։ Բարձրալի ծածկոցը ուր մնաց, ով էր մեղավորը, որ դու բարձրալի ծածկոցի տակ չես։ Եվ տեսնում ենք այս Իսրայելի Երուսաղեմի պարիսպները միշտ քանդվել են, միշտ ավերվել են անհնազանդության պատճառով։ Ոչ մի բան չի փոխվել, այսօր նույն բանն է։ Հնազանդ ենք, Տիրոջ ձեռքը պինդ բռնած ենք, պաշտպանվում ենք, կանցնենք խնդիրների մեջ, Տիրոջ պաշտպանությունը մեր վրա եւ ամեն բան հեշտ է լինելու։ Ամեն բան հեշտ է։ Թեկուզ անցնում ենք խնդիրների մեջ, բայց Տիրոջ հետ շատ հեշտ է։ Այստեղ խոսում ասում է, որ հեթանոս ենք մի ժամանակ։ Դու որ ասում ես պատվաստված ես, մենք գիտենք, որ պատվաստված ենք։ Բայց երբեմն մեզ թվում է, որ թե մենք ինքներս այս ամբողջ գլուխը կարող ենք կարդալ, ասում է, որ մենք ինքներս ենք պահում արմատը։ Մենք պատվաստված ենք, մենք վերցված ենք Տիրոջ ողորմությունով Աստված մեզ գտավ, մենք հեթանոսներ էինք, ընդունելով Քրիստոսին, 21-րդ խոսքը 11-րդ գլխի Հռոմեացիս ասում է, որ որովհետև եթե Աստված բնական ճյուղերը չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայի։ Այս բանը մենք պետք է հասկանանք։ Հայր, թող քո կամքդ լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրից վրա։ Մենք ամեն օր պետք է Տիրոջ երեսը փնտրենք եւ ամեն օր հարցնենք Աստծո կամքը, մեր հոր կամքը։ Դավիթ թագավորը մենք գիտենք, որ կար ժամանակ, երբ որ ինքը նեղության մեջ էր, նա փախած էր Սավուղի երեսից։ Մենք գիտենք, որ Աստված շատ էր սիրում Դավիթին, Դավիթի սիրտը, Դավիթի սրտի վիճակը, որ գիտես նա միշտ հարցում էր Տիրոջ կամքը։ Երկրորդ թագավորաց, երկրորդ գլխի առաջի խոսքն ասում է եւ սրանից հետո եղավ որ Դավիթը Տիրոջը հարցրեց եւ ասեց. Վեր գնամ Հուդայի քաղաքներից մեկը։ Դավիթը խնդրի մեջ է։ Նեղության մեջ է։ Ուզում է որ դուրս գնա այդ քաղաքներից մեկ,
մեջ ու գիտես այնտեղ հաց գտնելու խնդիր կա, ուղղակի շատ բաներ կա, երբ որ մարդը փախած է ինչ-որ մի բանից, դա խնդիրների մեջ, բայց հարցնում է Տիրոջը, վեր գնամ թե չգնամ, գնամ, կարամ չգնամ, կասես գնա կգնամ, չես սոված տեղ կմեռնեմ կամ չգիտեմ ինչ կլինի, գնամ թե չգնամ, հարցնում է Աստծուն։ Եվ Տերը նրան ասաց վեր գնա, եւ Աստված ասում է գնա, հիմա ասում է Դավիթ այդ հարցից հետո խոսում ասում է ուր վեր գնամ։ Այստեղ խոսում ասում է գնամ, ասում է գնա Քերբոն քաղաքը։ Տես ասում է գնամ, հիմա ասում է որ քաղաքը գնամ։ Ու գիտես սա տեսնում ես, սա սովորական երկխոսություն է։ Սա շատ նման է, որ ես գալիս եմ այստեղ, հարցնում եմ, գալիս եմ Կալուգա, որ փողոցն է, որ չգիտես ինչ է, ու ամեն ինչը Դավիթը հարցնում է Աստծուց։ Գնամ թե չգնամ, իսկ եթե գնամ, որ քաղաքը ես գնամ։ Սա շատ նորմալ է, սա շատ կարևոր է, ինչի համար Աստված սիրում է Դավիթին, որովհետև Դավիթը միշտ դաստուտնի է, Դավիթը միշտ հասանելի է, Դավիթը միշտ հարցնում է, Դավիթը ուզում է, որ Տիրոջ կամքով եղնի, գիտի որ մի փոքր աճ եւ ձախ նա կարա սայթակի եւ ընկնի խնդիրների մեջ։ Մենք պետք է, ինչպես մենք սիրում ենք, որ մեր ամեն ինչը, ամեն բան մեր ընտանիքի մեջ ծնող լինելով քո երեխայից տեղակ լինես։ Գիտես մենք չենք քայլում երեխայի գլխավերևա, թե ինչով ազբաղվում, ոնց ինչ ամեն մի քայլը մենք չենք ասենք ասես կառավարում եւ ամեն բան հսկում, բայց ես կուզենամ, որ ասենք գիշերը պարկելուց քնելուց իմ տղաս մեծ տղաս արդեն մեծ է, ես նա զանգեմ հարցնեմ որտեղ ես եւ երբ ես տուն գալու։ Ժամի քանիսի կլնես տունը։ Դա նորմալ է, գիտես, որ քո երեխա ասի, գիտես, մի քիչ ուշանում եմ, ես իշտեղն եմ եւ ես կգամ հանգիստ պարկի, ես այսին ժամի տունը կլնեմ, ամեն ինչ իմ համար լավ է, ամեն ինչ իմ համար նորմալ է։ Մի անհանգստանա, ես կգամ, այսին ժամի տունը կլնեմ։ Ու գիտես, Աստված նույնպես ուզում է, որ երկխոսությունը մեր կյանքերի մեջ լինի։ Մենք սովորել ենք ուղղակի աղոթք կանենք, վերջում էլ ասենք հայր մեր, թող քո կամքը լինի, ուղղակի դա բառեր չեն։ Ուղղակի մեր կյանքերի մեջ պետք է Տիրոջ կամքը լինի ամեն ժամանակ։ Հակոբոս 4-րդ գլխի 13-15-րդ խոսքը։ Եվ այստեղ խոսում ասում է, որ երբեմն մենք ասում ենք գնանք այսիշ քաղաքը, այսիշ բանը վերցնենք, ծախենք, բերենք այստեղից առնենք, այսիշ բանին դնենք, վերցնենք, ամեն ինչ անենք, այսպես կանենք, այնպես կանենք։ Եվ գիտես շատ ժամանակ Տիրոջ կամքը չենք հարցնում։ Մեծ պլաններ, գիտես շատ մեծ պլաններ են վերցնում, անում, սարքում, երբեմն Տիրոջ կամքը մոռանում ենք հարցնել։ Գիտես իմ կյանքից մեջ եղել է, ես մի տարիներ շարունակ առաջ այստեղից մի 15 տարի առաջ ես որոշեցի, որ պետք է գնամ Վոլոգդա քաղաքում, ինչ-որ մի հատ հողամասի մեծ կտոր են տալիս առանց վարձակալության, ու թվում էր, թե շատ մեծ շահավետ բան է, այնտեղ մի բիզնես պետք է սկսեմ, բայց Տիրոջ կամքը չէր հարցակել, ես մարդկանց հետ ամեն ինչ կապեցի, ամեն բան որոշեցի, գումարային հարցեր, գումար կար, ու գիտես, երբ որ եկավ ամեն ինչը, որ ես պետք է որտեղ պետք է եկեղեցի գնամ։ Ու իմ կյանքից մեծ շատ կարևոր ա, ես ասեմ քեզ, որ թող գլուխ գովալու բան չլինի, դա 30 տարվա մեջ եւ ավելին ես ընդամենը 2 կիրակի ա եղել, կներեք, 2 չէ, 1 կիրակի ա եղել, որ եկեղեցու մեջ չեմ եղել։ Ու գիտես, ես հասկացա, որ կարևորը չեմ կարևորել, որտեղ պետք է այս եկեղեցի գնամ։ Մի հատ ամայի տեղա, մի հատ փոքր ռայոնա, այնտեղ չգիտես եկեղեցի կա, չկա, հետո ես հասկացա, որ պետք է տեսնեմ, արդյոք այդ քաղաքի մեջ եկեղեցի կա։ Մի հատ եկեղեցի կար, որ ինքը ռուսական էր, մի փոքր մխիթարվեցի։ Գիտես, հետո ես հասկացա, ես ապաշխարեցի, Տիրոջ կամքը խնդրեցի, ասի Տեր, եթե քեզնից է, ես թող գնամ, բայց դա լավ չի, գիտես, մենք պետք է մի անգամից այդ ամեն բանը հարցնենք Տիրոջ կամքի մեջ։
Եվ Տիրոջ ողորմությամբ ելի եմ ասում, որ ամեն բան քանդվեց եւ ամեն մի ծրագիր փչացավ, որովհետեւ դա Տիրոջ կամքը չէր, որ ես այդտեղ պետք է գնայի եւ մնայի։ Սա շատ կարեւոր է, որ մենք Տիրոջ կամքը հարցնենք մեր կյանքերի մեջ։ Եվ 14-րդ խոսքն ասում է, դուք որ չգիտեք եկուցվա օրը ինչպես բան է ձեր կյանքում, որ մի շոքի է, որ մի քիչ ժամանակ երևում է եւ հետո անհետանում է։ Գիտես, այստեղ խոսքը խոսում է, ասում է, որ ավելին ասեմ, Աստվածաշունչը խոսում է, ասում է, որ դա գոլորշու նման է։ Կաս այդ գոլորշին ո՞րս է կացայից դուրս եկած գոլորշին, թեյնիկի այսպես ասեմ, չայնիկի, որ ավելի բարձր է։ Այդ գոլորշին դուրս է գալիս։ Մի տեսնում եք, գոլորշին կա, նորմալ երևում է, բայց մի փոքր հետո ցնդում է։ Եվ Աստվածաշունչն էլի շատ բաներ, շատ տեղերում խոսում ասում է ծաղիկի պես է։ Կա եւ չկա, նա պետքա չորանա եւ ասում է Աստծո խոսքը կմնա եւ Տիրոջ խոսքը կատարողները կմնան։ Փառք մեր Աստծուն։ Փոխանակ որ ասեք պետք է ասենք որ եթե Տերը կամենա եւ ապրենք Բայց եղբայր կար խոսում էր ասում էր եթե սաղ մնանք ասում է իմ ախպեր դες խես կոպիտ ասում էլի խի պետք է մեռնենք դա ծայրահեղություն է բայց Աստվածաշունչի մեջ խոսքն ասում է եթե կամենանք եթե կամենաս եւ ապրենք չէ շատ սա այս խոսքը գիտես ինչի՞ համար որ ես ու դու արթնանանք որ մենք հասկանանք որ մենք պետք է այստեղ հավիտենությունը Քրիստոսի մոտ է մենք ուզում ենք կոմֆորտի համար վազենք ամեն բան անենք, բայց հիշի, կոմֆորտը Քրիստոսի մոտ է, կոմֆորտը Քրիստոսի հետ է։ Ամեն։ Չկա առանց Քրիստոսի, չգիտեմ, եթե ում մոտ ստացվել է, իմ մոտ ես այսքան ժամանակ վազում եմ, աշխատում եմ, մրջունին նայում եմ, միշտ աշխատում եմ, բայց հասկանում եմ, որ կոմֆորտը Քրիստոսի հետ է։ Առանց Քրիստոսի ոչ մի բան չենք կարող։ Մեր ամբողջ օրվա աշխատանքն ինչի համար է, վազում ենք առավոտից իրիկուն, սարքում ենք, դնում ենք ինչի համար, որ ունենանք կոմֆորտ։ Կոմֆորտը Քրիստոսի հետ է։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Գիտես, երբեմն, երբ որ մենք այդ կոմֆորտի հետևից վազելով, մենք ինքներս այդ մեր սպասումը շատ է։ Երբ որ մենք ամեն բան ուզում ենք Աստծուց, երբ որ սկսել ենք վազել եւ անում ենք, սարքում ենք, դնում ենք, երբ որ Աստծուց չի մեր այդ սպասումը, եւ այդ սպասումը շատ մեծ է, երբեմն լինում է այդ սպասումը մենք մեր ֆանտազիայով որոշում ենք, գույն ենք տալիս եւ այդ ամեն ինչին սպասում ենք, երբ որ գալիս է ժամանակ, երբ որ դու Աստծուց չես խնդրել, սպասումը շատ լինելով, մենք ինքներս ինչ է մեր մոտ ստացվում։ Մենք բախվում ենք, մենք ենթարկվում ենք այդ տրավմային, այդ խնդիրներին, իրականությունը եւ իջնում ենք այդ բարձր տեղերից, հասկանում ենք, որ դա այդպես չի։ Մեր սպասումը պետքա լինի այդպես շատ բարձր, պետքա չլինի։ Մենք գանք Տիրոջ ասենք, Տեր, ես ինչ բանի խնդիր ունենք։ Եվ Աստված ավելի շատ նորից խոսում սրա մասին, շահագրգռված է, որ մենք ամեն բան ունենանք այդ կոմֆորտը։ Մի հատ քարոզիչ կա Ալեկ Պապով, լսած կլինեք, ռուսական եկեղեցու կյանքի խոսքի ծառայողը, մի հատ լավ քարոզ ունի, ինքը խոսում ասում է «Свадьба это стресс»։ Գիտես, այս «Свадьба это стресс» ինքը այս խոսքը որ բացեց, իմ շատ դուր եկավ։ Մանավանդ մենք ինքներս հայերս այդ հարսանիքներին ես չգիտես ֆանտաստիկ ձևի պատրաստվում ենք վարքեր, չգիտես ինչ, ծախսեր, չգիտես ինչ այդ սեղաններ են սարքում, որ չգիտես այնտեղ այդ պետք է ձերտած թե ուտես այդ, չէ։ Ու գիտես վերջերս մի հատ հարսանիք կար, լսեցի, ասենք այդ հարսնացուի հայրը երկար ժամանակ ինքն այնտեղ գնացել էր, պարապել էր, որ պետքա բարի, եկա տարիքով մարդ, sense Չէ, մենք հայերս sense մի քանի գնալով, չգիտեմ, ուրիշ ձև այս, մեր հարսանիքները չկա, մեր նմանը չկա։ Գիտես, լում է այդ ամեն բանի մեջ, երբ որ դու այսպես ծրագրավորում ես ամեն ինչ, ու լինում է ոնց ուզում ես սրա մի բան իր տեղը չի առնում։ Ու ես իմ մոդիկներից, իմ բարեկամներից, երբ որ ինձ մոդիկ են, գնում ես թեթև կամանց իրանց ականջին, ասում գիտես,
ոնց էլ ուզում ես սարա, մի բան կարան չլինի, հանկարծ դուքը չգցես։ Սիրելով այդ մարդուն ասում եմ, որ կարա, որտեղ մեր սպասումը շատ է։ Բայց երբ որ Տիրոջից ես այդ ամեն բանը սպասում, ես քեզ ասեմ իմ հարսանիքի ժամանակ, ես հատուկ այս բանը ես ոչ միտեղ չեմ խոսած, խոսավ այստեղ։ Երբ որ իմ հարսանիքի ժամանակ, երբ որ Տիրոջ ներկայությունը ես զգացի, Տիրոջ հատուկ նվերը իմ համար որ կար, չնայած հատուկ նվերը Տիրոջ մերին էր, որ ես իրան ասել եմ ու ասեմ քեզ, որ դա մի հատ ուրիշ երկար պատմություն է, չեմ այստեղ ասեմ, որ իմ համար մեծ օգնություն է ինքը։ Ու գիտես Տիրոջ այդ քաղցր ձևով, երբ որ Սուրբ Հոգին ինձ որ իմ սրտի հետ խոսեց, ես ավելի դրանից մեծ ուրախություն չկար իմ համար։ Ինչի համար, որտեղ իմ սպասումս, ես չէ այդ ամեն բանը ասենց դիզայներսկի այսպես գունավոր է ամեն բան, որտեղ թողել է Աստծուն եւ Աստված ավելի գեղեցիկ ձևի պատրաստել էր ամեն բան իմ համար։ Եկեք մեր սպասումը լինի Աստծուց։ Եկեք մեր սպասումը չլինի շատ մեծ, չգիտեմ որտեղից, խավորից, չգիտես ինչ բարեկամից։ Թող մեր սպասումը լինի Աստծուց։ Ամեն։ Փառք մեր Աստծուն։ Թող քո կամքդ լինի, ինչպես երկնքում, այնպես երկրից վրա։ Շատ ժամանակ գիտես մենք ինչ ենք անում։ Խնդրում ենք, ուզում ենք, աղոթել ենք եւ սկսում ենք Աստծուն օգնել։ Սկսում ենք Աստծուն օգնել, սկսում ենք Աստծու տեղը ինչ-որ բաներ պրպտել, Աստծուց առաջ ընկնել, մենք ինքներս ամեն բան սկսենք, ինչպես գիտես օրինակը բերեմ, ինչպես Սարայի հետ, երբ որ Աբրահամին եկավ եւ խոսքը որ դու պետք է քեզ օգնեմ, դու պետք է ունենաս մեծ սերունդ, Սարան ծիծաղեց եւ ամեն բան սառավ, ամեն բան լռեց եւ Սարան սկսեց իր գործը։ Ոչ մի բան չկա, ոչ մի բան չի փոխվում, մենք գիտենք այդ պատմությունը, Աստվածաշունչ կարդացողներս գիտենք ինչ արավ Սարան, գնացի աղաղակնու հետ մի այսպես պայման կապեց, ամուսնու հետ քնցրեց, երեխան ծնվավ, Աստծուց առաջ ընկավ, չէ՞։ Երբեմն մեր այդ գործերը շատ նման այս ամեն ինչին։ Մենք ինքներս Աստծուց չառած, Աստծու կամքը չարծած սկսում ենք Աստծուն օգնել, Աստծու տեղը գործանել։ Հիմա այդ երեխան ծնվել է իր արած գործի համար, այդ ասում եմ ձեռն է տալիս, ասում է տա կորցրա։ Այդ խեղճ մարդն ինչ էր արել։ Դու ես սկսել, դու ես արել, դու ես այդ կաշան շատ կներեք էպել։ Նա դե ձեռն ես տալի, ասում ես տա կորցրա, ինչի շատ կներեք ինչ-որ մի հատ ոնց որ ասենք բան կա, չէ՞, ասում եմ, շունա ձեռն են տալի տար կորցրա, չգիտեմ, միտեղ կորցրա աշկից չերևա, իր համար խնդիր էր դարը երբեմն, գիտես, այդ երեխան, երբ որ իր համար խնդիր էր դարը երբեմն մեր արած այդ գործերը, երբ որ Աստծու հետ չենք սկսում, նա դառնում է մեզ համար կաշա, դառնում է մեզ համար խնդիր։ Եվ հասկանում է, որ այդ երեխան պետք է ամեն բան ժառանգի, ոչ թե իրանից ծնվածը։ Բայց փառք Աստծուն այդ խոստումների համար, որ Աստված մեր կյանքերի մեջ գալիս է եւ տալիս այդ խոստումները, մենք պետք է այդ խոստումները ամուր բռնենք։ Հայր մեր, որ երկնքում ես, չէ՞, թող քո կամքդ լինի։ Այդ բառը ուղղակի մենք պետք է դրա գինը հասկանանք։ Մեր կյանքերի մեջ, երբ որ արտասանում ենք, մեր բռնած գործերի մեջ, մեր ամբողջ ընթացքը ինչ որ կա, մեր ճանապարհների մեջ կա ծայրահեղություններ սրա մեջ իհարկե կան, որ մարդիկ կան, որ եթե մի բան լավ պետք է անեն, իրոք կամքը բարին հաճելին եւ կատարյալն է եւ գիտեն, երբ որ չեն անում, Աստված նույնը սա մեղք է։ Եթե դա պետք չի որ այդտեղ հարցնես, իսկ եթե բաներ կա, որ դու կասկածում ես, արդյոք սա քեզ պետք է, արդյոք պես ամեն բան կարելի է, չէ՞, Աստվածաշունչը խոսում է, բայց ինչ որ պետք չի, ինչ որ վնասը չենք անելու։ Ստեղ պետք է հարցնենք Տիրոջ կամք։ Եթե արդեն ստես մի բան կա, որ դու զգում ես, որ Սուրբ Հոգին քեզ հուշում է, ստեղ պետք է հարցնենք Տիրոջ կամքը։ Իմիններս լսում են իմ ձայնս։ Լսենք Տիրոջ ձայնը։ Փառք Աստծուն։ Եվ գիտես, այդ մի պատմություն կա, որ Աստվածաշնչի մեջ խոսում ասում է, որ այստեղը
Չեմ կարդա, թե կարդամ։ Ասում եմ, երբ որ Տիրոջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծնողները, երեխաները, երբ որ եկել էին, եղբայրները, երբ որ հավաքվել էին, բազմության պատճառով չէին կարող մտնել Հիսուսի մոտ, եկան եւ ասեցին. Քո մայրդ եւ քույրդ, եղբայրները դրսում կանգնած չեն կարող քեզ հասնել։ Եվ այստեղ պատասխանը հետաքրքիր է, Ղուկաս ավետարան 8-րդ գլուխ 21-րդ խոսքում Տերն ասում է. նա էլ պատասխանեց ասեց նրան. Իմ մայրը, իմ եղբայրները նրանք են, որ Աստծո կամքը անում են, լսում են եւ անում են։ Միտեղ գրված է կատարում են։ Այսօր գիտես շատ ժամանակ մենք ինքներս տեսնում ենք, որ լսում ենք, բայց չենք անում։ Շատ ժամանակ Աստվածաշունչը խոսում ասում է լսելով կլսել եւ չեն լսի։ Ասում է լսի, ասես մատ խոսք կա կներեք, ասում է քյարակաչ մարդը։ Լսում է, բայց չի լսում։ Ես գիտես երբեմն զգացել եմ իմ երեխաներից հետ, երբ որ բաներ կա, ասում եմ, գիտես, այս ինչ հասկացա, ասում եմ հասկացա։ Բայց զգում ես, որ այս հասկացա բառը ոնց որ իմիջայլոց, այնքան որ ասի։ Եվ այստեղ մի բան կա, որ տեսեք, նույնպես երբ որ Տիրոջը մեր Տեր Հիսուս Քրիստոսի մայրը եկավ, ինչ ասավ, ասում եմ գինի բրծելա, չգիտես, ինչ պետք է արվի ու գիտես նորից էլի գալիս եմ այնտեղ, որ մենք Աստծուն սկսում ենք մեր արարքներով Աստծուն օգնել։ Մեր գործերով Աստծուն ուղղել։ Աստծուն ցույց տա, թե ինչ պետք անի, երբ պետք է անի։ Ու գիտես, այդտեղ երբ որ մեր Տիրոջից մենք պետք է սովորենք, չէ՞ որ մենք պետք է մեր Աստծուց, մեր Հիսուս Քրիստոսից սովորենք, մենք նմանվենք։ Ու այստեղ մի բան ասում, որ չեմ հասկանում, սա չենք հասկանա, եթե Սուրբ Օգին մեզ չհասկացնի։ Ասում է ով կին, իմ ժամանակս չի, որ պետք է ասի մայրս, չէ՞, ինքը սիրում էր իր մորը։ Բայց այստեղ մի անգամից դարձավ, ասում է ով կին, ինչ ես ուզում ինձանից, իմ ժամանակը չի։ Այսինքն դրա ծրագրերի մեջ չի, դրա ժամանակը չի։ Մի անգամից այդ դարավ ով կին, ոնց որ հարևանի ինչ որ չգիտեմ հերու, չէ՞։ Եվ դրա համար այս խոսքը շատ տեղին է։ Նա էլ պատասխանեց եւ ասեց նրան. Իմ մայրը եւ իմ եղբայրները նրանք են, որ Աստծո խոսքը լսում են եւ կատարում։ Եվ այստեղ խոսքի մեջ ասում եւ անում։ Լսենք եւ լսենք։ Գիտես, այստեղ շատ հետաքրքիր մի բան կա, որ մենք պետք է հասկանանք, երբ որ փոխադրվենք երկինք, գնանք երկինք, այնտեղ պետք է չծանոթանանք Տիրոջ հետ։ Մենք լսենք, կարդում ենք Աստվածաշնչի մեջ։ Այստեղ նորից խոսում եմ սրամ ասում, ով են իմ բարեկամներս, ով են իմ քույրս, ովքեր որ լսում եւ կատարում են իմ կամքս։ Մենք պետք է հասկանանք, որ Աստվածաշունչը խոսում է իմ եղբայր, իմ բարեկամ, չէ՞։ Աստված ուզում է, որ մենք ունենանք այդ բարեկամ բառը ես երբեմն տեսեք արմատը որն է բարեկամ, բարեկամ ամեն։ Արմատը սա է։ Եթե մարդը քո բարի կամենում է, ուրեմն քո բարեկամն է։ Եթե չի կամենում, ելի այնտեղ բարեկամ բան չկա։ Ու այստեղ Աստված ուզում է, որ մենք ինքներս հասկանանք, որ մենք այստեղ պետք է ստեղից բարեկամ եղնենք, ոչ թե գնանք երկնքում ծանոթանանք Քրիստոսի հետ, Հիսուսի հետ, մենք այստեղ պետք է լավ ճանաչենք Աստծուն, ամեն, ոնց ճանաչենք Աստծուն։ Նրա կամքը կատարելով։ Նրանք են իմ բարեկամներս, իմ մայրս եւ իմ քույրս, ես կխնդրեմ, որ գաք այստեղից նվագեք։ Ու գիտես մի կարևոր բան կա։ Երբ որ Աստվածաշնչի մեջ մենք կարդում ենք հեռու գնացեք, ես ձեզ չեմ ճանաչում, ու այստեղ մենք պետք է հասկանանք, որ մենք պետք է Տիրոջ կամքը անենք, մենք այստեղից պետք է Տիրոջը ճանաչենք, որ հասնենք երկինքի առկայություն, այնտեղ մեզ չասի գնացեք, ես ձեզ բնավ չեմ ճանաչում։
Գիտես, այսպես շատ բաներ կա խոսալու, շատ բաներ կա ասելու, բայց կարևորը գիտես որն է, որ երբեմն Աստված իր Սուրբ Հոգին խոսում է սրտերիս հետ։ Աստվածաշնչի մեջ խոսքը ասում է, որ ամեն բան ձեզ կներվի։ Բայց եթե հայոյեն Սուրբ Հոգուն չի ներվի։ Չէ, կարդացել ենք, այդպես է գրված։ Ու գիտես, երբեմն երբ որ մենք Տիրոջ կամքի մեջ չենք եւ շրջվում ենք Աստծուց եւ դուրս ենք գալի իր պաշտպանողության տակից ու ամեն քաոս գալով մեր շուրջ բոլորը քանդվում ամեն բան քեզ կներվի, ամեն բան քեզ կներվի, բայց երբ որ Տիրոջ խոսքը, երբ որ Սուրբ Հոգու եկած խոսքը դու թողնում ես, սկսում է քաոսը, չի ներվի, չի ներվելու, որտեղ դու ես որոշում, այսօր մենք մեր որոշումներով մենք ենք որոշում շատ բաներ, մենք մեր դատաստանը մենք ենք անելու, եւ ինչպես խոսքի մեջ գրված է, որ մենք ինքներս պետք է մեզ դատենք։ Դա ամեն բան պարզավնելու, ամեն բան շատ պարզավնելու, դու ինքդ տեսնելու ես ոնց ինչ գիտես այդ ամեն ինչը։ Այսօր Սուրբ Հոգին շատ հստակ ձևի մեզ հետ խոսում է։ Նա տեսես բան կա, չէ՞, ես տեսարանք ասում եմ, քեզ էլ ոնց ասեմ, էլ ինչ լեզվով ասեմ, քեզ հայերեն եմ ասում։ Ու գիտես շատ նորմալ ձևով ձեր առաջնորդների, ձեր հովվից դուք բաներ կարաք խոսքեր լսեք, որ ձեզ համար ուղղակի միշտ սովոր է այդ ձայնը եւ քեզ արդեն երկար ժամանակ ասում այդ ամեն ինչը։ Ու գիտես, մեկի հետ խոսում է, ասում է, որ հիվանդ է երկար ժամանակ, ասա գնա բժշկի։ Երկար ժամանակ մեկին կան ինչ-որ ասեն, որ քո սրտի օպերացիայի համար ստենդափ պետք դնել։ Գնա։ Չէ, ինքը սպասում է, չգիտես ինչ է սպասում։ Դες ժամանակ։ Մատդ կտրվել է, ինչ ես անում։ Միանգամից ինչ վիրակապում ես, չէ, ուրիշ բան չես անում։ Մեկ հետ խոսում ես, ասում ես պետք է վերջ տնես քո խմիչքիդ։ Արդեն ամեն բան վերջացել, ամեն բան քանդել է, ամեն բան փչացրել է։ Չէ, ինքը Աստծուց հատուկ խոսք է ասում լսել, բայց իրան հովիվը երկար ժամանակ ասում է պետք է չխմես։ Թոքերը ջուր է հավաքում, պետք է, գիտես, այդ թողնես այդ սիգարետը։ Չէ, ինքը սպասում է երկնքից։ Չէ, ես ինչ ես մի պուճուր ստիս բան է, գիտես։ Սա այսի կարևոր չի Աստված պաշտության մեջ, շատ մարդկանց եմ տեսել։ Մարդիկ կան, որ երկար տարիներ առանց ԶԱԳՍ-ի ապրում են, գիտես, ոչ մի Տիրոջ օրհնությունը չկա իրանց կյանքերի մեջ, իրանք չեն իրար առաջ կանգնել եւ ուխտ կապել երկնքի եւ երկրի առաջ։ Սենց լավ է։ Հովիվը կարա քեզ հետ խոսի։ Բայց այդ խոսքը քո համար ոչ մի բան։ Պետք է ամեն բան արտամուսնական կապ, չէ՞, այդպես մենք խոսում ենք սրա մասին։ Ու շատ մարդիկ կան, գիտես, չէ, ինքը սպասում է հատուկ ոչ մի բան չի ստացվում, գիտես, կյանքից մեջ ինչ անում եմ, բայց այս խոսքը չի կապնում։ Այդ մարդիկ կան, որ իրանց կյանքերի մեջ սպասում է, չգիտեմ ինչով ինչ պետք է կպցնի։ Չէ, ոչ մի բան չի լինելու։ Գործունեությունը քո համար Աստված, գիտես, նախատեսյալ է քեզ համար, բայց մի հատ բան կա, պայման կա։ Հատե ասում է թղթիկը դով ինչ է այդ ԶԱԳՍ-ի, դա կարևոր չի, մենք ապրում ենք, գիտես, շատ մարդիկ կան, որ իրենց կյանքերի մեջ նույնիսկ մարդիկ կան, որ իրաց երեխային սպասում, իմ պատասխանը չի փոխվում, իրանց ասում եմ, գիտես, դուք պետք է ամուսնանաք, ոչ թե ամուսնանաք, դուք պետք է կանգնեք իրար առաջ եւ ուխտ կապեք, Աստծո առաջ, եւ այս ձեր համար ամեն բան կփոխվի եւ ձեր համար օրհնությունները կսկսեն շարժվել։ Ու այսպես գիտես, շատ տարբեր են մարդիկ սպասում են երկնքից հատուկ, որ Եղիան իշտի եւ չգիտես ինչ ոսկե ձգնիկ իրանց հանդիպի, որ իրանց կյանքերի մեջ բան փոխվի։ Մեկին ասում ես, գիտես, պետք է գնաս գործի, գիտես, շատ մարդկանց եմ ճանաչում,
Օրինակ չգիտեմ ինչ են սպասում իրենց կյանքից, բայց ուղղակի պետք է տնից դուրս գա գնա գործի։ Աստվածաշունչը խոսում է, ասում է մրջունին տես, չէ, եւ իրանից օրինակ վերցրա։ Չէ, ինքը տունը նստած սպասում է, հատուկ Աստծուց օրհնություն է սպասում։ Գնա գործի։ Դուրս էլ գնա աշխատանքի, գնա միտեղ մտի աշխատի, քո համար ամեն բան լավ ալն։ Չէ, ինքը դիվանագետ է, ինքը դիվան է քշում, դիվանի վարորդը ասել, շոֆերը դից ասել։ Չէ, ինքը սպասում է, թողեք սպասի։ Գիտես, մեկին գիտեմ, որ իր տան մեջ է դիվանի հետ իր նստելու տեղը փոս անգած, ինքը միշտ տեղից։ Ու ինքը 45 տարեկան, ասա խոսում եմ ուղղակի ոչ թե բաներ, ճանաչում եմ։ 45 տարեկանա նոր էս վերջում ամուսնացել է մի ստույգ այդպես բաներ չեմ ասում, որ այդ մարդուն չնեղացնեմ։ Շատ տիրոջ խոսքը շատ հստակ է, տիրոջ խոսքը միշտ Սուրբ Հոգին գալիս է քեզ հետ խոսում է։ Ուղարկեմ ձեզ Սուրբ Հոգին, որ ձեզ գա սովորեցնի, հանդիմանի, չէ՞, մխիթարի, Սուրբ Հոգին միշտ մեր ներսում խոսում է, լսեք տիրոջ ձայնը։ Մեկ հետ խոսում ես, ասում ես 7-րդ օրը Սուրբ պահի։ Ես վախենում եմ տիրոջ ձեռքը թողնեմ, որտեղ երբ որ տիրոջ ձեռքը թողնում ես սկսում է քաոսը։ Տիրոջ 7-րդ օրը եկեղեցու չհաջողելը սա շատ կարևոր է, հիշեք։ Երբ որ ես օրինակ բերեցի, որ այդ երեխաները, երբ որ դարձի էին 30 հոգի կլինեն այդ երիտասարդները, գիտես նրանցից 10%-ը որ տիրոջ մեջ են, մարդը եկեղեցի չգնալով ով էլ որ լինես, եթե մեկտեղ հավաքվելը դուք թողնում եք, դուք չեք պատկերացնում ոնց եք սառում։ Մարդիկ կան, որ ոսոր տիրոջը ճաշակացել չլինեն, թեպետ նրանք ճաշակել են։ Եթե տիրոջ տունը հաճախելը թողնում եք, դուք դառնում եք, ուզեք թե չուզեք, նույն անապաշխար մարդիկ, որտեղ չեք տարբերելու աշխարհից։ Մեկտեղ հավաքվելը խոսում եմ, ասում եմ, որ դու պետք է միշտ գաս եկեղեցի։ Դու պետք է 7-րդ օրը, գիտես ինքը սիրում է աշխատել, ինքը վազում է, ինքը ամեն բան անում է, գիտես լավ է անում, բայց ինքը 7-րդ օրը աշխատում է դեղի փող։ Մեկին ասում ես գնա աշխատելու, տունն է նստած։ Մյուսին խնդրում ես, որ 7-րդ օրը հանգստացի, որովհետև դա չի կարելի, որովհետև մեր մարմինները տիրոջ տաճար են, չէ՞։ Աստված ուզում է, որ քո ներսում բնակվի։ Աստված ուզում է, որ քո ներսը լինի տիրոջ տաճար եւ 7-րդ օրը լինի իրանա, որ կարևորը մենք լինենք եկեղեցում։ Փառք մեր Աստծուն։ Ամեն բան կասնի։ Բայց տիրոջ ժողովքը մնալու է հավիտյան, ինչպես Աստվածաշունչն է մեզ խոսում։ Մնանք տիրոջ ժողովքի մեջ եւ տիրոջ կամքը լինի մեր կյանքերի մեջ։ Փառք մեր Աստծուն։